Դիմավորում են։ Ինչ ակցիա եք իրականացնում։ Մեր հասարակության ստորացումն եմ ցույց տալիս, թե ոնց է Փաշինյանը վերջին 5 տարում ինչպես է մեզ ստորացնում, անգամ մեր կրոնն է դարձրել ստորացման ու ծիծաղի առարկա Ադրբեջանի համար։ Իմ այս ակցիան միայն այդ նպատակ ուներ ցույց տալու համար, որ հասարակությունում բոլորը համաձայն չեն այս տեղի ունեցող երևույթի հետ ու չգիտեմ, մեր ձայնը պետք է լսելի լինի, որովհետև այս քաոսի մեջ թվում է թե բոլորը համաձայն են, բայց պետքա չմոռանալ, որ ընդամենը 600 թե մոտավոր 700,000 քաղաքացիներ են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ու Գարեգին երկրորդը դա մեր վեհապար կաթողիկոսն է, մեր ազգի կաթողիկոսն է ու 10 միլիոն հայության կաթողիկոսն է, այլ ոչ թե 600,000-ի ու փոքրամասնությունը պետքա չորոշի, թե ինչ է լինելու մեր երկրում։ Սարաբոդյան տերհայքներ եկել այստեղ պատարակ մատուցելու, բայց նրան, ինչպես տեսանք, թույլ չտվեցին եւ կարգալից հռչակված քահանան է պատարակ մատուցելու, այդ մասին ինչ կարող եք։ Տերհայքը ճիշտ ասած ընդհանրապես ոչ մի բան չգիտեր, որ այստեղ ինչա տեղի ունենալու, եկել էր սովորականի նման, ամեն կիրակի, ինչպես մենք պատարակը մատուցում ենք, հավատավոր ժողովուրդներ նաև եկել տեսակ, բայց պարզվեց, որ ինքը ուղղակի չի կարող, որտեղ այստեղ արդեն ուղղակի աշխատանքներ էին սկսել ու իրենք իրենց եկեղեցին կարելի ասել օկուպացրել էին, իրենք իրենց աշխատանքներն են իրականացնում։ Եք այստեղ եկած քաղաքացիների հետ Թալինից են, որովհետև մենք փորձեցինք մի քանի օգու զրուցել, ըստ էության Թալինից քիչ մարդ կա այստեղ, տարբեր քաղաքներից են եկել։ Իրականում մարդիկ ինձ էին մոտենում, որտեղ Թալինում շատերն ինձ գիտեն ու մեծ մասը ասում են, որ անգամ 20 րոպե առաջ SMS են ստացել մանկապարտեզի աշխատողներ, դպրոցների աշխատողներ, SMS են ստացել, որ արագ պիտի ներկայանան, այսինքն իրանք կոնկրետ նպատակ ունեն, որ մարդկանց պիտի հավաքել ու ցույց տալ, որ իրենք մեծամասնություն են, բայց իրանք մեծամասնություն չեն։ Ու իրականում այս բոլոր մարդկանց ես դեմ ոչինչ չունեմ, որտեղ ես խղճում եմ իրենց, որտեղ իրենք իրենց աշխատանքը չկորցնելու համար ստորանում են։ Կարելի է ուղիղ ասել, որ ստորանում են իրենք, չգիտեմ, իրենց պաշտոնը, իրենց դիրքը պահելու համար, իրենց խղճուկ աշխատավարձի համար գնում են այս քայլեն։